Հայաստանի ազգային agrarային համալսարանի Շուշիի նորաբաց մասնաճյուղի գրադարանում ենք։ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության նվիրաբերած մոտ 90 կտոր գիրքը շուտով իրենց տեղը կգտնեն այս գրադարաններում։ Մասնաճյուղի տնօրեն Վահրամ Հայրապետյանն է ուսումնասիրում գրադարանի ֆոնդը նոր համալրած գրքերը։ Ճիշտ է, նվիրաբերած գրքերի հիմնական մասը ոչ մասնագիտական է, բայց հաստատ պիտանի։ Իհարկե մեկը մյուսին չի խանգարում, ընդհակառակ լրացում է։ Բայց ես ավելի շատ կուզեի, որ մասնագիտական լիներ։ Օրինակ, կոնկրետ անտառագիտության վերաբերյալ դասագրքեր, հողաշինարարության վերաբերյալ դասագրքեր։ Հայաստանի ազգային agrarային համալսարանի Շուշիի մասնաճյուղի գրադարանը մասնագիտական եւ ոչ մասնագիտական գրականության առումով բավականին հագեցած է, վստահեցնում է տնօրենը, բայց նաեւ ավելացնում, գիրքը երբեք ավելորդ չի լինում, այն միշտ էլ իր տեղն ու դերն է ունեցել համալսարանի կյանքում, իսկ թարմացվող գրքային ֆոնդը ոչ պակաս կարեւոր է մասնաճյուղի համար, առավել եւս մասնագիտական գրականության առումով։ Իհարկե առավել պահանջվածը մասնագիտական գրականությունն է, որովհետև մասնագիտացումը նոր տեխնոլոգիաների հետ կապված կատարում է անընդհատ թարմացումներ, իսկ յուրաքանչյուր թարմացում դա մի նոր ձեռբերում է, մի նոր փորձի արդյունք է, որը պետք է իմանա յուրաքանչյուր մասնագետ, ուսանող եւ այլն։ Այս առումով իհարկե մասնագիտական գրականության թարմությունը ոչնչին չի խանգարում։ Տեղեկատվական տեխնոլոգիաների դարաշրջանում գիրքը շարունակում է մնալ որպես գիտելիքի աղբյուր եւ պահանջված։ Հայաստանի ազգային agrarային համալսարանի Շուշիի մասնաճյուղի գրադարանն այցելուների պակաս չունի։ Ասեմ, որ գրադարանը հագեցած է 17000 կտոր գրքով։ Գրադարանը չնայած ներկա դարաշրջանի, որ զարգացած է մեր տեխնոլոգիաները, բայց ունենք ահագին ընթերցողներ, գրադարանից օգտվում են օրը, ասեմ 30-35 ուսանող մտնում են գրադարանը։ Ինչ գրքեր է հիմնականում հետաքրքրում։ Մասնագիտական։ Հոկտեմբերի 7-ը գրադարանավարների մասնագիտական օրն է։ Այդ առիթով մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը Ստեփանակերտում, ինչպես նաև Շուշիի, Շահումյանի և Քաշաթաղի շրջանների մի շարք գրադարաններին ավելի քան 700 կտոր գիրք կտրամադրի։ Մենք գիտենք, որ Ագրարային համալսարանի Շուշիի մասնաճյուղը վերջերս բացվել է, նույնը Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանինը, եւ մենք ցանկանում ենք մեր փոքրիկ ներդրում ունենալ տվյալ հաստատությունների գրադարանների համալրման գործում։ Նվիրաբերել ենք շուրջ 90 գիրք, ոչ բոլորն են մասնագիտական գրքեր, մի մասը գեղարվեստական, պատմական, սակայն մենք հետագայում ձեռնամուխ կլինենք առավել եւս մասնագիտական գրքեր նվիրաբերելու եւ մենք հաշվի կառնենք տվյալ ուսումնական հաստատությունների պահանջարկը։ Իսկ ինչ վերաբերում է գրադարանավարների մասնագիտական օրվան, ապա մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը փորձում է ամեն տարի այն նշել Արցախի տարբեր շրջաններում, այդ կերպ նպաստելով տվյալ շրջանում մշակութային կյանքի ակտիվացմանը։ Այս անգամ թիրախը Քաշաթաղի շրջկենտրոնն է, Բերձորը։ Վաղը Բերձորում տեղի ունենալու միջոցառում նվիրված գրադարանավարի օրվան եւ մենք Քաշաթաղի շրջանի գյուղական համայնքների համար հատկապես վաղը նախատեսում ենք նվերներ գրքերի տեսքով, հիմնականում դպրոցական գրադարանների համար։ Մենք միշտ փորձում ենք համապատասխան գրականություն նվիրաբերել, ինչքանով որ դա հնարավոր է։ Գենադե Երեմյան, Մերուժան Հայրապետյան, օր։